Բարև ձեզ, Բուն TV-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Նարեկ Սուքիասյանի հետ։ Ողջույն Նարեկ, շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նարեկ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դինամիկային հետևում եք դուք, ճիշտ է այն տպավորությունը, որ կարծես նոր փուլ են թևակողում այդ հարաբերությունները։ Կարծում եմ, որ որակական ինչ-որ փոփոխություն կա վերջին մի քանի ամիսների ընթացքում, չեմ կարծում, որ դա կարելի է անվանել նոր փուլ, որովհետև որևէ ռազմավարական պարադիգմա դրա մեջ լուրջ իմաստով փոփոխության չի կրել եւ չէր կրել մինչեւ դրան նախորդող փուլերը, կանրադառնանք դրան, թե ինչ նկատի ունեմ դա ասելով, այլ մենք տեսնում ենք ինչ որ որակի կամ տոների փոփոխություն։ Ինչի մասին է խոսքը։ Մենք 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանի դեմ տեսանք, որ այն քաղաքականությունը կամ այն ցանկությունը, որ ուներ կառավարող էլիտան կամ իշխող կուսակցությունը իջեցնելու Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից կամ ավելի բազմազանեցնելու Հայաստանի անվտանգության մատակարարների ցանկը ձեռք բերեց ավելի պրակտիկ, ավելի կարևոր առաջնահերթություն դարձավ եւ միսու արյուն ստացավ հատկապես Եվրամիության դիտորդների տեղակայմամբ Հայաստանի սահմաններին։ Այդ ժամանակ նաեւ ավելի բառացի ձևակերպվեց քաղաքականությունը, որ Ռուսաստանը չի կատարել իր անվտանգային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ եւ հենց այդ պատճառով է, որ Հայաստանը ցկտում է իր անվտանգության համակարգի բազմազանեցման, այլ ոչ թե ունի իբնե նման ցանկություն, այլ ուղղակի այն ինչը կա չի աշխատում, դրա համար փորձում են վակուում է գոյացել եւ պետք է փորձում են գտնել ալտերնատիվներ։ Իհարկե կարող ենք դիվանագիտական ձևակերպումից անդին սրա մեջ տեսնել նաեւ իրոք ցանկություններ, որ նման մտադրություն ունեցել է իշխող ուժը ավելի վաղ, ուղղակի սահմանափակված լինելով ինչ-որ քաղաքական կոկետությամբ, բայց եւ նաեւ միջազգային հարաբերությունների սահմանափակումով չի կարողացել իրեն թույլ տալ կամ չի ունեցել փաստարկների մի այնպիսի լեգիտիմ բազա, որպեսզի հայտարարի Ռուսաստանից իր կախվածության նվազեցման այս ավելի հաստատուն ավելի որոշիչ քաղաքականություն, իսկ այդ պատճառը առիթը տրվեց 22-ով։ Ներողություն եմ խնդրում, որպես կանոն այդ հարցին անդրադառնալիս միանշանակորեն կարծես որպես բացասական երևույթ են հաճախ դա ընկալում։ Բազմազանեցումը ցանկությունը այդ բազմազանեցման, բայց արդյոք որևէ ուժից, անկախ նրանից դա Ռուսաստանն է թե որևէ այլ երկիր, արդյոք որևէ ուժից միակողմանի կախվածությունը չեզոքացնելուն միտված քայլեր անելը կամ դրա ցանկությունը ինքնին բացասական կարող ենք ընկալել։ Ոչ, բնավ ոչ։ Թե Ռուսաստանի նկատի կախվածությունն է բացասական։ Այո, կախվածություն ասելով մենք նկատի ունենք, որ դու սահմանափակված ես քո որոշումների կայացման արսենալում։ Հետևաբար դրանից ազատվելուն ուղղված կամ դրա կախվածությունը վազեցնելուն ուղղված քայլերը միմիայն ողջունելի են։ Ու նաև պետք չէ կարծում եմ լիովին սատանայականացնել կախվածությունները, որովհետև ներկա աշխարհակարգը բաղկացած է շատ կոմպլեքս փոխկախվածություններից, բոլորն են միմյանցից կախված ու ինչքան ավելի թույլ ու փոքր, այնքան ավելի ուրիշների կարիքը ունեցող, հետևաբար կախվածությունների մեջ գտնվող։ Հատկապես նպատակներից են փոխում այդ կախվածությունները։ Տեսեք, օրինակ Հայաստանը կամ կարելի ասել մինչև վերջերս Վրաստանը կամ թեկուզ այսօր Մոլդովան, Ուկրաինան ունեն կախվածություններ, այդ թվում Եվրամիությունից, արևմուտքից, չէ՞, որովհետև եթե կարիք կա բարեփոխումներ անելու, եթե կարիք կա ֆինանսական աջակցության եւ այլն, դա դրսից պետք է ներգրավվել։ Եվ օրինակ միակողմանի կախվածությունը Ուկրաինայի ԱՄՆ-ից շատ բացասական հետևանքների իրավիճակի մեջ դրեց։ Անկախ մեր ճաշակային եւ քաղաքակրթական նախասիրություններից զունդ այդ ֆունկցիան, որ դու կախված ես, բերում է այս պրինցիպի ու ագենտի հարաբերությունների իր բոլոր բարդություններով։ Հետաբար իդեալական ասել հուսալ, մտածել, երազել, որ հնարավոր է կախվածությունները վերացնել, դա անհնար է։ Դա անհնար է անգամ շատ հզոր պետությունների համար, չեմ խոսում փոքր թույլերի համար։ Բազմազանությունը ինքնին լավ բան է։
ու այստեղ նաև կարևոր է ոչ միայն տարբեր ուղղությունները, տարբեր զամբյուղների մեջ դնելը, այլ հենց նույն ուղղության ներսում, նույն ոլորտի ներսում բազմազանությունը, ինչ նկատի ունեմ։ Այսինքն մենք մեր կոմպլեմենտարիզմի քաղաքականությունը իր դասական սահմանմամբ ինչ էր, անվտանգություն Ռուսաստան, բարեփոխումներ ու զարգացման մոդել Եվրոպա։ Սրանք շատ տարբեր բաներ են, փոխարինել չեն, ինչ որ տեղ տրամաբանական են, որովհետև Եվրամիությունը ինքն է վերցնում անվտանգությունը ուրիշից, հետևաբար չի կարող այն քեզ տալ, լավ, այդ դեպքում երևի ՆԱՏՕ-ի հետ է պետք է հույսերը կապել, եթե այդպիսիք կային, ինչպես նաև զարգացման մոդել, ժողովրդավարության մոդել Ռուսաստանից չէ, որ կարող ես վերցնել, բայց սրանք չեն աշխատում որպես այն պատկերացրած բալանս, ինչպեսի մենք կուզենանք այն լինել, որովհետև եթե անվտանգության մի խողովակը փակվում է, այն մյուսը չի լրացնում դա։ Բայց եթե այդ անվտանգության խողովակի մեջ կան լցվեն մի քանի առուներ, ապա մեկի վերացումը կամ թուլացումը կարելի է արագ փոխարինել կամ առնվազն չզրոյացնել, որովհետև այլերը կան։ Օրինակ սա լավագույն օրինակներից է Ադրբեջանը իր էներգետիկ ոլորտում, երբ ակտիվները բաժանված են շատ տարբեր դերակատարների միջև, այդ թվում Հայաստանի ավանդական եւ ոչ ավանդական դաշնակիցների եւ բարեկամների միջև։ Եվ այս շահերը, այս կախվածությունները ստիպված են միմյանց հետ հաշվի նստել, որովհետև գիտեն, որ այս կախվածությունը այն կախվածությունը չէ, որի միջոցով հնարավոր է ուժեղ պատժել։ Բայց եթե դու 90%-ով, 100%-ով ես կախված այդ երկրից, ապա դա կարող է օգտագործել նաև որպես պատժիչ լծակ։ Վերադառնալով էլի Ադրբեջանին, արևմուտքի կախվածությունների հարցում նշեցի, որ կարևոր է թե ինչ նպատակ ես դու դնում։ Օրինակ, եթե Հայաստանը ու Մոլդովան ունեն կամ ունեցել են ժողովրդավարեցման նպատակ, ապա դրա համար էլ մտել են որոշակի կախվածությունների, բնավ նեգատիվ իմաստով նկատի ունեմ, արևմուտքի հետ։ Ադրբեջանը չի ունեցել ժողովրդավարացման, ազատականացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ այլն նպատակներ։ Հետևաբար այն հարաբերությունը, որը կարող էր ստեղծվել Ադրբեջանի եւ Արևմուտքի միջեւ, որը կարող էր Ադրբեջանը դնել կախվածության, հետևաբար նաեւ ճնշումների ենթակա վիճակում, չի էլ ստեղծվել։ Ու սրանով ինքը կարող է վարել բավական ավտոնոմ քաղաքականություն, բայց կրկնում եմ, սա գալիս է այն գնով, որ Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակը առավել քան սոսկալի է։ Բայց գալով մեր ոչխարների։ Ինչի վերջին փուլի փոփոխության մասին էինք խոսում, այո, փոփոխություն կա։ Եթե 22 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավելի շատ քննադատաբար էր մոտենում եւ հռետորաբանությունը նույնպես այդպիսին էր Ռուսաստանի հանդեպ եւ իր պարտավորությունների չկատարման եւ առավել շատ եւ արագ բարձրացվում էին նպատակները արևմուտքի հետ մերձեցման կամ անգամ ինտեգրացիայի վերաբերյալ մենք տեսնում ենք, որ այս երկու գործընթացներն էլ մեկից հեռվանալու եւ մյուսին մոտենալու տեսնում ենք, որ վերջին ամիսներին երկուսն էլ դանդաղել են։ Կան բազմաթիվ պատճառներ սրա համար։ Թվարկենք մի քանի արտաքինները, երևի որոնք ինձ թվում է ավելի առաջնային են։ Նախ մենք տեսնում ենք, որ այն պատուհանը, որը բացվել էր ինտեգրման եւ անդամակցության կամ համար կամաց փակվում է։ Պատուհանը բացվել էր Ուկրաինայում պատերազմի պատճառով եւ սրանից առավել լավ կարծում եմ կարողացավ օգտվել Մոլդովան, թե իր աշխարհագրական դիրքի պատճառով, թե ագրեսիայի նաեւ Միևնույն աղբյուրը ունենալու պատճառով նաև աշխարհագրական հենց ֆիզիկական ինչ որտեղ այդ մոտ լինելու վտանգին, նաև բավական առաջ լինելով իր ինտեգրման, ասոցիացման փուլերում, այդ պատուհանից բավական լավ օգտվեց, Հայաստանը դրանից բավական հեռու էր։ Այդ պատուհանն է կամաց փակվում կամ նեղանում, պայմանավորված այն ճգնաժամով կամ փակուղիով, որտեղ գտնվում է միջանցիկ քամիներով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի միջեւ։ Դրան գումարվում է նաեւ
Եվրոպայի ներքին բազմաթիվ խնդիրները, թե աճ ծայրահեղականության գլուխ բարձրացնելով, թե միգրացիայի, թե ֆինանսատնտեսական բազմաթիվ Բրյուսելում նաև ադմինիստրացիաների փոփոխության, որը ինստիտուցիոնալ ինչ-որ նոր դեռ ինքը արտնասման կարիք ունի, հա, վերջին Եվրոպարլամենտի ընտրություններից հետո, սրան գումարվում է ամերիկյան ընտրությունները եւ դրանով իսկ կարծես թե վերջին փուլերին է մոտենում, եթե կարելի է այդպես ասել, միջազգային լիբերալ ինստիտուցիոնալիզմը, որը կարգավորում էր միջազգային հարաբերությունները կանոնների հիման վրա, հա, որոնք ստեղծվել եւ գրվել էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսինքն տարածքային ամբողջականություն, մարդու իրավունքներ, միմյանց գործերի մեջ չխառնվել եւ այլն, կարծես թե դրանք արդեն շատ քիչ նշանակություն են ունենում, որովհետև մենք տեսնում ենք ցեղասպանություններ, որոնք տեղի են ունենում ու կարծես թե դա ոչ մեկին չի հետաքրքրում։ Հա, գործիքակազմ չկա արձագանքելու, երբեմն էլ ցանկություն չկա։ Աբսուրդի աստիճան հասնելու, հա, այսինքն երկրներ կան, որ այսօր զենք են մատակարարում ցեղասպան երկրի ու խնդրում են թուղթ ստորագրել, որ խնդրում ենք մեր զենքը չօգտագործել ցեղասպանության նպատակներով։ Ինչ անում եք ուրիշ բաներով արեք, բայց մեր զենքով չցեղասպանություն չանեք։ Խոսքը Իսրայելի եւ իր մատակարարների մասին է։ Մենք տեսնում ենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, որը հիմնարար սկզբունքներից է եղել վերջին 80 տարիների ընթացքում, հա, բայց այդ միջազգային այդ սկզբունքների գարանտ Միացյալ Նահանգների նախագահը փորձում է Ուկրաինային համոզել տարածքային ամբողջականություն հրաժարվել, ինքն է տարածքային նկարտումներ դրսևորում Գրենլանդիայի, Դանիայի նկատմամբ, Կանադայի նկատմամբ, Պանամայի նկատմամբ եւ այլն, հա, այսինքն սա կարծես թե տալիս է նշաններ, ազդակներ այն խաղացողներին, ովքեր ուզում են պատրաստ են նոր կանոններով առաջնորդվել, իսկ Հայաստանը այստեղ դուժող կողմն է։ Հայաստանի ցանկությունները եվրոինտեգրացիայի, միջազգային դատարաններ եւ այլն, ամեն ինչ հետ երկրորդ համաշխարհային պատերազմի կարգի մաս են եւ գրեթե բոլոր փոքր պետությունների եւ 90-ականներին անկախացած պետությունների օգտիներ այդ համակարգը բազմակողմ կառույցների գրավչությունը փոքր պետությունների համար նա է, որ երբ նստում եք այդ ընդհանուր օվալաձև սեղանի շուրջ, այդտեղ արդեն առնվազն ֆորմալ առումով, եթե մեկ ձայն, մեկ պետություն կամ հավասար է դառնում անկախ քո ունեցած տնտեսության չափից եւ բանակի հզորությունից, ու այս կոմպենսացնում է փոքր պետությունների ու մեծ պետությունների կամ ուժեղ եւ թույլերի միջև այս դիսբալանսը։ Հետևաբար նաև այս պատուհանը կարծես թե նշան է ու այս պատուհանի փակումը կարծես թե նշան է, ու սրա արտահայտումները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ մենք կարող ենք տեսնել գլոբալ, այսպես կոչված գլոբալ հարավի հետ մերձենալու կամ այդ կառույցներից անմասն չմնալու ցանկությունը, BRICS-ին համաժողովին մասնակցությունը, Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը կարելի է նաև, թեև դա չէ, իհարկե գլխավոր մոտիվացիան այնտեղ ռազմավարական զենքի մասին է խոսքը, բայց նաև այդ ուղին կարելի է օգտագործել։ Բացի այս, նաև այդ պատուհանի բացվել փակվելը կախված էր ու կապված էր Ռուսաստանի ջանքերի հասանելիության, այսինքն Ռուսաստանը տարածաշրջանում ի վիճակի է զբաղված լինել, թե ուրիշ հարցերով է զբաղված։ Եթե ենթադրում ենք, որ պատերազմը Ուկրաինայում կարող է մոտենալ ավարտին, դադարին կամ ճգնաժամի, ինչ որ մի, որը կարող է նաև ուշադրությունը թույլ տալ Ռուսաստանի ուղղել այստեղ, ապա նաև դա է զսպում Հայաստանի ամբիցիաները։ Ես այս թեզի հետ շատ համաձայն չեմ, որ եթե պատերազմը ավարտվի, ապա Ռուսաստանը կվերադառնա ինչ-որ մի այլ կերպ, հա, որովհետև նախ մեթոդների փոփոխություն կա, այն չոր մեթոդները կոպիտ ասած կարծես թե Ռուսաստանը ավելի քիչ է օգտագործում, ավելի շատ են օգտագործվում խելացի, ընտրական, ներքաղաքական եւ այլ մեթոդներ, որի համար պետք է նոր տեխնոլոգիաներ, հա, այսինքն այդտեղ մարդկային ռեսուրսներ կան ինչ-որ մի քանի, որոնք պետք է զբաղվեն դրանով, այլ ոչ թե բանակային կորպուս։ Բացի այդ, նաև այն թեզը, թե Ռուսաստանի բացակայությունը, բացակայ տարածաշրջանից վերջին տարիներին, եկեք նայենք Վրաստանին։ Արդյոք վերջի տարի ու կեսվա իրադարձությունները Վրաստանի, որտեղ այդքան խոսում է Ռուսաստանի դերի կամ նման բաների մասին, այս երկու թեզը կարծես թե իրար հետ տարածքներն էլ դեռևս օկուպացված չեն համընկնում, այսինքն ինչքան զբաղված է Ռուսաստանը Ուկրաինայում, կարծես թե Վրաստանում լավ էլ հաջող քաղաքականություն է իրականացնում։
Բայց համատեքստն է ընդհանուր առմամբ փոխվել։ Եթե Լեռնային Ղարաբաղը կարևոր լծակ էր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշումներ գործադրելու, դրա բացակայությամբ մի քիչ չեմ պատկերացնում, թե ինչ գործիքակազմով է կարողանալու վերադառնալ այդ նախկին իր ազդեցությանը։ Այդ բացի գործիքակազմի փոփոխությունից, կոնտեքստի փոփոխությունից, նաեւ կա փոփոխություն մարդկանց, ինչպես Ամերիկայում են ասում, մտքերի ու սրտերի։ Եթե անգամ անհրաժեշտ է ինչ-որ մանիպուլյացիաների կամ քաղաքական առուվաճառքի միջոցով դերակատարություն ունենալ, ապա մենք այսօր հարցումներով տեսնում ենք, թե ինչքան ցածր է Ռուսաստանի վարկանիշ եւ վստահությունը Ռուսաստանի հանդեպ։ Մենք տեսնում ենք, որ որպես արտաքին քաղաքականություն բարձրացված ասենք դոկտրին, զուտ պրոռուսական քաղաքականությունը ընդհանրապես պոպուլյար չէ։ Պոպուլյար է մնում ինչ-որ մի բալանսավորված տեսակը լինի դա պրո-արևմտյան, բայց նաև Ռուսաստանի հետ աշխատելու կամ պրո-ռուսական կամ արևմտյանի հետ աշխատելու։ Ու կարծում եմ սա արդեն մեզ բերում է ներքին պատճառներին, թե ինչու է փոխվում, ինչու՞մն է վերջին աստիճանի փոփոխությունը հայ-ռուսական հարաբերությունների։ Կարծում եմ, որ հաջորդ տարվա պարլամենտական ընտրությունների ժամանակ այս արտաքին քաղաքականությունը միանշանակ լինելու է գլխավոր թեմաներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, նախկին ներկա թեզից բացի Ռուսաստան աշխարհաքաղաքականն է լինելու, ինչի համար ես բավականին ցավում եմ առանց թերագնահատելու արտաքին քաղաքականության կարևորությունը, բայց կարծում եմ միայն արտաքին քաղաքականության այս հարցը չէ, որ պետք է լինի որոշիչը, կարծում եմ ընտրությունները, հատկապես ցավում եմ, որ դա դարձել է ներքին տեղական ընտրությունների թեմա, համայնքային ընտրությունների։ Ես մի 6-7 տարի առաջ աշխատում էի, դիտարկում էի ընտրությունները Մոլդովայում, ու այնտեղ ամբողջ երկրով մեկ են ընտրություններ, ու նայելով, որ ինչ-որ մի գյուղում 120 հոգի բնակչությամբ քարոզարշավը տեխնացուների միջև աշխարհաքաղաքականության մասին է, ես ցավում էի դրա համար, որովհետև ոչ չէ, այդ լիովին լեգիտիմ են բնակիչների եւ նաեւ այդ համայնքապետերի աշխարհաքաղաքական ցանկություններն ու անհանգստությունները, բայց դրա ֆոնին դա այնքան ուժեղ էմոցիոնալ բեռ ունի իր վրա, որ դրա ֆոնին այլ շատ կարևոր հարցեր պարզապես դուրս են մնում ու աչք են փակվում դրա վրա, այն ինչը օրինակ հենց տեղական ընտրությունների բովանդակություն պետք է լինի։ Որ հետևենք Երևանի նախընտրական շրջանում, կարծես Երևանը առանձին հապկից պիտի դուրս գար, իսկ Գյումրին միութենական պետությանը միանար։ Ու կարծում եմ, որ այստեղ նաև խնդիր կարող է առաջանալ սպասելիքների ու խոստումների։ Կարծում եմ նաև պարզ դարձավ քաղաքական վերնախավին, որ եվրոինտեգրումը կարճ կամ արագ ռեժիմով հնարավոր չի լինի ապահովել, հետևաբար նաև պետք չի թռնել կամ գետը այնքան ավելի խորը քան գետն է, հա, այսինքն եթե քեզ չեն պատրաստում այնտեղ արագ ընդունել, երևի դու էլ պետք է մի քիչ դանդաղես։ Այլ հարց է իհարկե, թե իրականում իրենք էլ այդ հարցը միայն ներքաղաքական համատեքստում էին օգտագործում, թե իսկապես հույսեր ունեին։ Կարծում կարող հույսերը լինեն, բայց եթե անգամ դրանք կային լրջորեն, հիմա բավական զսպված փուլում են գտնվում։ Իսկ այս աստիճանի փոփոխության մանիֆեստացիաները մենք կարող ենք տեսնել արդեն փոխադարձ առնվազն վիրավորանքների աստիճանի նվազմամբ հայ-ռուսական հարաբերություններում։ Երբեմն նույնիսկ հաջողություններով մենք տեսնում ենք, օրինակ կարծում եմ կքննարկենք զորահանդեսի թեման, մենք անպայման, բայց մինչ այդ խուսափումներ կամ այլ դիվանագիտական պատճառներ դրան չմասնակցելու այսօր դա չունենք, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների ինտենսիվության վերականգնում կա կարծես, եւ կարծում եմ սրանք խոսում են այդ փոփոխության մասին։ Արտաքին քաղաքական մի կարևոր գործոնի էլ կարծում եմ արժի անդրադառնանք հայ-ադրբեջանական հարաբերությունները, հայտարարությունը այն մասին, որ տեքստը համաձայնեցված է եւ ստորագրությունների բացակայությունը եւ Ադրբեջանի հապաղումը։ Այսա նույնպես չեք կարծում, որ ազդեցություն ունի նրա վրա, որ փաստորեն Հայաստանը տեսնում է, որ
բոլոր ջանքերը անկախ քաղաքականություն վարելու եւ կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կարծես թե ձախողվում են եւ փորձի, այսպես ասած, պլան B օգտագործել նաեւ։ Կարծում եք սա էլ է իրատեսական։ Վստահ չեմ, թե ինչքանով դրանց այդ երկու գործընթացների միջև կապը ուղիղ համեմատական եւ պատճառահետևանքային, բայց իրենց միջև տրամաբանական կապը բնականաբար կա։ Օրինակ արտաքին հարաբերությունների միջազգային հարաբերությունների պաշտպանական ռեալիզմի տեսությունը ասում է հետեւյալը. դու եթե ունես անվտանգության կարիք, քոնը քեզ չի բավարարեցնում, ապա դու ունես երկու միջոց, կամ գնալ դաշինքի ինչ որ մեկի հետ, հա, որից ուզես թե չուզես, եթե ասիմետրիան մեծ է, կախվածության մեջ ես ընկնելու, ինչից էլ մենք սկսեցինք մեր զրույցը, կամ ունես մեկ այլ ռազմավարություն, անգլերեն կոչվում է bandwagoning, մենք թարգմանել ենք հայերեն ենթադաշնակցում, դա ենթադաշնակցում ես սպառնալիքի աղբյուրին։ Այսինքն, այն կողմերը, որոնք ես սպառնում են, փորձում ես հարմարվել իրենց քաղաքականությանը, իրենց պահանջներին հույսով, որ կկարգավորվի հարաբերությունը կամ առնվազն կշտկես են սուր անկյունները, որոնք կարող են քեզ վնասել։ Այսինքն, մեր դեպքում դա երկու ուղղություն ունենք, եթե կոնֆլիկտը չի լուծվում, ապա դաշինք ինչ որ մեկի հետ, ով պատրաստ է եւ հասանելի, կամ հարաբերությունների կարգավորում, որը լիովին ամբողջական չէ, այսինքն անգամ եթե մենք պայմանագիր ստորագրենք, մենք հասկանում ենք, որ թշնամանքը չի վերանալու մեկ օրվա մեջ, կամ անգամ կարող է տասնամյակների, բայց մենք կարող ենք փորձել մեր քաղաքականությունը հարմարեցնել սպառնալիքի աղբյուրների հետ, որպեսզի առնվազն ինչ որ կարճաժամկետ ագրեսիաներից կարողանանք խուսափել։ Հիմա եթե մենք ավանդաբար գնացել ենք առաջին ուղով, այսինքն դաշնակցություն, որը բերում է կախվածության, մենք եթե եկել է համոզում, որ դա չի աշխատում, ապա դրանք պետք է գա փոխարինելու հարևան սպառնալիքների հետ այս ենթադաշնակեցումը, բայց եթե նաև սա չի աշխատում, ուրեմն պետք է հետ գնալ մի այլ ճանապարհով, որ ճանապարհն էլ լինի, դա պարտադիր չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերախորացում, բայց եթե դա է հասանելի, ուրեմն դա է հասանելի։ Ռուսաստանի հետ հարաբերությունները այս անգամ արդեն այդ ենթադաշնակցային լինեն, իրենք այդպես էլ եղել են, այսինքն դու գնում ես դա որպես դաշնակցություն ի սկզբանե, բայց քանի որ ուժերի հսկայական ասիմետրիա կա եւ նաեւ կա ցանկություններ նաեւ դա դարձնելու ինչ որ ավելի ցավոտ կախվածություն, ապա դու վերջում ստանում ես ինձ տան։ Անդրադառնանք նաև, եթե դեմ չեք այն խնդրին, որ արտահոսք եղավ ռուսական մամուլում, ռուսաստանյան մամուլում այն մասին, որ Հայաստանով այլևս զբաղվելու է Սերգեյ Կիրիենկոն, որը նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է եւ ավանդաբար կարծես թե զբաղվել է մեծամասամբ ներքին թեմաներով եւ գաղափարախոսական թեմաներով։ Ինչ է սա նշանակում եւ արտահոսքի փաստը ինքնին ինչպես կմեկնաբանեք։ Արտահոսքի փաստը կարծում սիգնալ էր այն շրջանակներին, ովքեր շահագրգռված են աշխատելու, ու բնավ նկատի չունեմ ընդդիմությանը միայն, այլ նաև իշխանությանը։ Եվ իմիջայլոց այդ տեքստում առանձնապես այդպես քննադատական բան չկար էլ իշխանությանը, կարծես նույնիսկ հաստատում, որ միևնույնն է վերընտրվելու են։ Այո, այդ կար ու նպատակը պլան մաքսիմումը դրվում էր այն, որ Ռուսաստանը ունենա իր փաթեթը հայկական քաղաքականության մեջ։ Սա բավական հետաքրքիր արտահոսք է իր էությամբ, որովհետև հայ-ռուսական հարաբերությունների ուսումնասիրողներից մոտ միշտ կա այն հարցը, թե վերջը ով է զբաղվում Մոսկվայում Հայաստանով, եթե պետք է ինչ-որ հարց լուծել, որ դուրը պետք է թակել բացի ֆորմալ դիվանագիտական հարաբերություններ եւ երկրի ղեկավարների միջեւ, հա։ Մենք հասկանում ենք, որ ամենօրյա կամ քաղաքական պլանավորումը այդ մակարդակում չէ, որ կատարում է, տեղից գալիս է պատվեր, իսկ պլանավորումը իրականացումը տարբեր գերատեսչությունների միջեւ։ Այսինքն այն որ ինչ որ մեկը զբաղվում է, որովհետեւ իրոք հարց կար արդյոք ինչ որ մեկը լուրջ զբաղվում է, կարծում եմ ստեղծում է հնարավորություն կախված նպատակներից, այդ նպատակները վատն են, բնականաբար չէ։ Բայց
Ճիշտ է, Կիրիենկոն ներքին քաղաքականության մասնագետ է եղել եւ հենց իր պաշտոնը ենթադրում է դա, բայց վերջին տարիների ընթացքում իր պորտֆոլիոն բավական ընդլայնվել է նաեւ սեփական նախաձեռնողականության շնորհիվ, որպես տեղեկություն, հա, մեզ դիտողներին, Կիրիենկոն զբաղվել է երկար տարիներ ռեգիոնալ ընտրություններով Ռուսաստանի ղեկավարների Դուք ասացիք ղեկավարների ընտրությամբ, ռեկրուտացիայով ու նշանակմամբ եւ շատ տեխնոկրատ քաղաքականություն է վարել, թեև շատ է քննարկում իր գաղափարախոսական նաև պատկանելիությունը, որովհետև վերջի վերջո ինքը եղել է լիբերալ տնտեսական բարեփոխումների ջատագովներից, Բորիս Նեմցովի հետ կուսակցության անդամ է եղել, իր այդ ընտրությունների են մասնակցել, եղել է Ռուսաստանի ամենակարճ ղեկավարած վարչապետը Ելցինի ժամանակ եւ այլն, բայց իր այս գաղափարները լիբերալ ավելի շատ իր աշխատանքի մեթոդներին են վերաբերվում, քան նպատակներին, որտեղ նպատակները այսպես թե այնպես սահմանվում են պատվիրատուի կողմից, հա, բոլորովին էլ լիբերալ չի։ Ու օրինակ ինքը մի քանի տարի առաջ, երբ մշակութային համերգների կամ այլ միջոցառումների չեղարկումներ էին տեղի ունենում քաղաքապարախոսական պատճառով, ինքը բաց այս ամեն ինչին շատ դեմ էր արտահայտվում, հենց նույն պաշտոնին լինելով դեռ։ Իր նախաձեռնողականությանը գալով, այս ներքին փաթեթից բացի ինքը նաև վերջին տարիներին ստացել է արտաքին հարաբերությունների բավական կարևոր փաթեթ ու ամենակարևոր մասը այս փաթեթի դա Ռուսաստանի այսպես կոչված նոր տարածքների կառավարումն է իր մեթոդներով ու ինքը հենց եղել է այս Ռուսաստանի տարածքային կառավարման մեթոդաբանության գլխավոր մշակողներից մեկը, հա։ Բացի այդ նույն աղբյուրը նշում էր, որ նաև Մոլդովայի, Աբխազիայի փաթեթն է անցնում իրեն, ենթադրում ենք, որ այստեղ ու նաև այդ նյութն էր հուշում, որ նաև իր պորտֆոլիոն ընտրությունների մեջ ներգրաված լինելու նշանակումը կապված է մյուս տարվա Հայաստանում սպասվելիք պարլամենտական ընտրությունների հետ, թեև նշում էր, որ այս պահին կարճաժամկետը ավելի շատ ինֆորմացիոն նպատակներ է ենթադրում, հետո նոր ընտրություններին երևի իրեն կանրադառնան։ Այդ նյութում մի հետաքրքիր հանգամանք էլ կար ինձ համար, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանի անունից կամ պրոռուսական քաղաքականության անունից խոսում են նախկին երկու նախագահները, ինչը նշանակում է գրեթե ոչ ոք չի խոսում։ Այս մեկնաբանությունը ինչ է նշանակում հայաստանյան ընդդիմության համար։ Կարծես կոչ լիներ նոր ուժերի ստեղծման, հա, որոնք որ իրենց շահերը կսպասարկեն Հայաստանում։ Չգիտեմ, բայց կարող ենք նայել Կիրիենկոյի աշխատանքի մեթոդներին, երևի թե դրա պատասխաններին մոտենալու համար, օրինակ իրենք առաջնորդվում են շատ հիմնավոր կերպով հարցումների վրա են հիմնվում, հետազոտությունների վրա են հիմնվում, այլ ոչ թե քաղաքական ավանտյուրիզմով են զբաղվում, այսինքն շատ տեխնոկրատական հենց քաղաքականության ջատագովներ կամ հետևորդներ են եւ կարծում եմ իրենց եզրահանգումը, որ նախկին նախագահների հետ հույս կապելը Ռուսաստանի ինչ որ դիրքերի ամրապնդման կամ շահերի հարգման համար Հայաստանում երևի թե լավագույն ռազմավարությունը չէ ու ոչ միայն այդ հանգամանքով պայմանավորված, այլ շատ պարզ պետք չէ լինել քաղտեխնոլոգ կամ չգիտեմ կրեմլյան միջանցքներում աշխատող, որ տեսնես, որ պարզ հասանելի հարցումներով հասկանալ, որ նախկին նախագահները Հայաստանում ամենաբարձր հակառեյտինգ ունեցող քաղաքական գործիչներից են եւ որևէ օրակարգ իրենց հետ կապելը առաջին հերթին բերում է լայն զանգվածների օտարմանը այդ նպատակից, հա, այսինքն միանգամից նեգատիվի հետ է ասոցացում եւ կարծես թե դրա ռեալիզացիան կա Մոսկվայում, թե դա կնշանակի իշխանությունների հետ ավելի սերտ ավելի կառուցողական համագործակցություն, որպեսզի ռուսական ինչ որ ռազմավարական շահեր Հայաստանում շարունակվեն հարգված մնալ,
թե այլ ուժերի ստեղծման աջակցություն մենք դեռ պետք է տեսնենք, չեմ բացառում, որ առաջինը նույնպես հնարավոր սցենար, այսինքն ավելի կառուցողական աշխատանք հենց իշխանության հետ։ Փաստը կարծես ավելի շատ դրա մասին է։ Հա, ու դրական, այսինքն չասենք դրական, բայց առնվազն կոնֆրոնտացիոն չէր իշխանությունների հետ, հա։ Ու նաև վերջին շրջանում հարաբերությունների ինչից էլ սկսեցինք զրույցը, հա, նորմալ հուն վերադարձը կարող է նաև այդ հնարավորությունը տալ հենց Կիրիենկո իշխանություն ուղիների, քան Կիրիենկո նոր ուժեր կամ ընդդիմություն հարաբերություն։ Շնորհակալություն շատ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հաջողություն։